Ահազանգը ստացվեց ապրիլի լույս 10-ի գիշերը։ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Վանաձորի պահպանության բաժնից հայտնում էին, որ Աբովյան փողոցում գտնվող մթերային խանութից գողություն է կատարվել։ Խանութի հսկողությունը վստահված էր հենց Վանաձորի պահպանության բաժնին, եւ գողերի վերջին սխալն էլ այն էր, որ մտել էին պահպանվող տարածք։ Հանցագործության մասին արագ տեղեկանալն ու նույնքան արագ համագործակցված աշխատելը թարմ հետքերով բացահայտելու հնարավորություն էր եւ այն բաց չթողնվեց։ Ոստիկանության բազում մի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Խանութի մուտքի դռան ապակին քարով կոտրել էին ու տարել դրամ եւ տարբեր ապրանքներ։ Քրեական հետախույզների եւ պահպանության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում առավոտյան ժամը 5:50-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցից բազումի բաժին բերման ենթարկվեցին գյումրեցիներ 22-ամյա Դավիթ Ալոյանը, 21-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 28-ամյա Արտյոմ Ֆրանկյանը։ Հենց վերջինիս ՎԱԶ 2106 մակնիշի մեքենայում էր գողոնը։ Նրանք ստիպված էին խոստովանել, որ պահպանվող խանութից գողություն կատարելու սխալը հենց իրենք են գործել։ Հետո նաեւ հիշեցին, որ վերջին օրերին Վանաձորում էլի են սխալներ գործել, բայց այս անգամ արդեն Դավիթ Ալոյանի փոխարեն մասնակցել է նրա եղբայրը Արտյոմը։ Ապրիլի 3-ին Տիգրան Մեծի փողոցում դարձյալ ապակին կոտրելով մտել են սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տարածք ու գողացել 3 նոթբուք եւ պլանշետ։ Մեկ ուրիշ անգամ էլ փորձել են մի աղջկա ձեռքից բացահայտ հափշտակել պայուսակը, բայց չի ստացվել։ Ու եթե Դավիթ ու Արտյոմ Ալոյանները կամ Մուշեղ Մուշեղյանը կարող էին չհասկանալ, որ նման սխալներին անպայման հետևում է արժանի պատիժը, ապա Արտյոմ Ֆրանկյանը գոնե պաշտոնի բերումով հաստատ գիտեր, ինչ ասել է պատժի անխուսափելիություն։ Աշխատում ես։ Այո, Որտեղ։ ոստիկանությունում, Որ բաժնը։ ուշի բաժինը։ Ինչի համար են բերման ենթարկել բաժինը։ Ամոթի ժամանակը վաղուց անցել է։ Իրենց տարածք հյուրախաղերի եկած գյումրեցիների մասին Վանաձորի ոստիկաններն արագ տեղյակ պահեցին Գյումրիի իրենց գործընկերներին ու պարզվեց, որ նրանց այնտեղ էլ որոնում են, այն էլ ավելի լուրջ սխալի համար։ Գյումրիի ոստիկաններն արդեն գիտեին, որ իրենց բաժնի Պարեկապակետային ծառայության ոստիկան Արտյոմ Ֆրանկյանը մասնակից է մարտի 14-ին Գյումրիում կատարված ավազակային հարձակմանը, նույնիսկ հետևել ու գաղտնի նկարահանել էին։ Ահա Ֆրանկյանը ավարտելով ծառայությունը դուրս է գալիս Մուշի բաժնից նույն հագուստով, որով բռնվել է Վանաձորում եւ մոտենում իր մեքենային, նույն ՎԱԶ 2106-ին, որի մեջ հայտնաբերվել էր գողոնը։ Գյումրիում նույն օրը ապրիլի 10-ին ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները համագործակցելով իրենց մարզային վարչության եւ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների հետ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման են ենթարկում 23-ամյա Արտյոմ Ալոյանին, Դավիթի եղբորը։ Արտյոմն էլ անհերքելի փաստերի ճնշման տակ հերթով խոստովանում է իր եւ ընկերների արարքները։ Դրանցից մեկն էլ մարտի 14-ի գիշերն էր։ Ժամը 1-ի սահմաններում 3 հոգով, 2-ը դիմակավորված մտնում են Գյումրիի Մովսես Խորենացու փողոցում գտնվող բենզալցակայան, զենքի սպառնալիքով աշխատողին պառկեցնում հատակին ու պահանջում գումար։ Խաղալիքից պիստոլետի օգնեցին։ Այդ մարդը դուրս եկավ, ես պիստոլետը վրան պահեցի, իրանքի կողքից վազեցին իրեկով։ Ես ուծերին։ Իրենք գիտեին, որ ատրճանակը խաղալիք էր, չնայած այդ հանգամանքը դեռ պետք է ճշտել, իսկ բենզալցակայանի աշխատակցի վախն իսկական էր։ Բենզալցակայանի դրամարկղից ու աշխատակցի գրպանից ավազակները տանում են գումար։ Ժամ 1-ին մոտավորապես մեկը մոտեցավ պատուհանին, շիշը ձեռը բենզին ուզեց։ Ես գնացի դուրը բացի դուսկայով բենզին տայ, դեպի աբարատներն է գնում, ինքը այդ մոմենտին մտնիկը ներս։ Ես յան դարձա հարցը, թե ուր կեստաս ու եկա ետ որ դուսկ կանչեի։ Այդ մոմենտին երկրորդը վազելով եկավ պատի հետևից, ես յան չէի տեսել։ Հիմա այդ երկրորդից հետո մեր ոտոմուշ երորդը նայավ։ Ունձի հրելով իրեք հոգով մծացին ներս սապրակի մեջը, ներսը աշտեն ինվազիս պիստալետ են պահե ու պարկը ծրել են պոլին, ուսել են պարկի պոլին, խելով կեցի, թե չկրակենք։ Առաջին տպավորությունն այն է, որ խումբը հանցարարքի էր դիմում առանց նախնական պատրաստության, պահի անհրաժեշտությունից ելնելով։ Գուցե հենց դա է պատճառը, որ գողությունը, կողոպուտը կամ ավազակությունը աչքի էին ընկնում աղքատիկ ավարով։
գալուց կայանք վերցրել, որ ավտոն չկար։ Մեկ ուրիշ անգամ էլ երևի սիրտները քաղցր է ուզել։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 29-ին առավոտյան ժամը 5-ին երկու արտյոմներն ու Մուշեղը նախապես համաձայնության գալով դիմակավորված մտնում են Գյումրու Շիրակացու փողոցում գտնվող մի խանութ, դանակի սպառնալիքով 72-ամյա վաճառողուհուց գումար պահանջում։ Ավազակային հարձակումը բացահայտելուց հետո միայն վաճառողուհին հաղորդում տվեց։ Նախաքննությունը կպարզի, թե էլի ինչեր է սրտներն ուզել ու էլի ինչ սխալներ են գործել, իսկ խմբի անդամների առաջին ու ամենամեծ սխալն այն էր, որ ընդհանրապես ոտք էին դրել հանցավոր ուղի, ու սխալը կրկնակի էր, նախ բարոյական, երկրորդ պատժի անխուսափելիության առումով։